Պարոն Չալաբյան, 2.5 ժամից արդեն կավարտվի ընտրությունները պետք է ամփոփի, նախ ինչ տվյալներ ունեք մինչև այս պահը, ինչ խախտումներ եք արձանագրել։ Տեսեք, մասնակցության տվյալները դա այն տվյալներն են, որ 14:00-ին հայտնել է կենտրոնական ու 14:00-ի արդյունքներով հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նոր տվյալներ մենք չունենք, թեև բարբերաբար տարբեր ընտրատեղամասերից ստանում ենք մասնակցության տվյալներ, բայց ամփոփ չեմ կարող այս պահին ասել, բայց մասնակցությունը շարունակում աճել, հատուկ ուզում եմ շեշտել հետևյալը, որ նախորդ ընտրություններին մասնակցությունը Գյումրիում եղել է 25%-ից պակաս, մոտ 24% է եղել, գիտեք։ Հիմա օրվա կեսի դրությամբ արդեն 24%-ը համարյա լրացված էր, դա նշանակում է, որ դա շատ բարձր մասնակցություն է նախորդի համեմատ։ Հաշվի պետք է առնել, որ Գյումրիում գրանցված ընտրողներից զգալի մասը Գյումրիում մշտական չի ապրում, ուստի դժվար է սպասել տենց շատ բարձր մասնակցություն, ըստ գրանցված թվի, բայց նորմալ է, այն մասնակցությունը, որ մենք տեսնում ենք, նորմալ է եւ դա նշանա ընտրական ակտիվությունը բարձր է։ Հիմա այդ լավ ընդհանուր պատկերի մեջ կա մի խնդրահարույց կետ, որ ամենաբարձրը մասնակցությունը այնտեղ է, որտեղ ակնհայտ ուղղորդում ենք մենք ֆիքսում։ Ուղղորդումը երևում է, երբ որ կոնկրետ ընտրատարածքի դիմացը կուտակումներ կան եւ ընտրողները, որոնք մոտենում են քվեարկելու, նրանց նկատմամբ ինչ-որ ներգործություն է տեղի ունենում, կամ որտեղ մեքենաներով են բերում, դա էլ ենք մենք ֆիքսել մի քանի տեղերում, երբ որ կոնկրետ մեքենան անընդհատ ընտրողներ է բերում, եւ դա իհարկե խնդրահարույց է, մինչեւ վերջ միարժեք դժվար է ասել, թե ով է դա անում, բայց կոնկրետ ընտրատարածքներ կան, օրինակ ես ասել էի 69 եւ 70 ընտրատարածքները, որոնք իշխանության տեխնացուի, այսպես ասած, հայրենի ընտրատարածքներն են եւ այնտեղ ուղղորդման գործակիցը տարածորեն շատ բարձր է, որտեղ մենք տեսնում ենք մեծ կուտակումներ, գրասենյակներ, որոնք այդ երկու ընտրատարածքների միջև են գտնվում, ընտրատարածքները իրենց տարածորեն 100 մետր հեռավորության վրա են, մեկը դպրոցում, մյուսը գրադարանում, դրա արանքը երկու հատ գրասենյակ է գտնվում, որտեղ անդադ մարդիկ են մտնում, դուրս գալու, մինչև վերջ չես էլ հասկանում, ինչ այնտեղ տեղի ունենում, ցավոք մենք չենք կարող ներթափանցել այնտեղ։ Բարի խմբակ է, մեկ ասում էին օբյեկտներ։ Ինչ ասես ասում են, նույնիսկ լուրեր են պատտվում, որտեղ ընտրակաշառք է բաժանվում, ես ինքս աչքովս չեմ տեսել, չեմ կարող դա հավաստեմ, լավ կլներ, որ ոստիկանները մտնեին դա տեղում ստուգեին, ցավոք ոստիկանները այնտեղ շատ пассив են, մենք բարբերաբար պետք է իրանց ոնց որ հորդորեն գործողության մղենք, ասում ենք եկեք այս կուտակումները գոնեցրեք, ասում են դե մարդիկ իրանց տան դեմն են կանգնած, ասում են 20 հոգի մարդ է այստեղ կանգնած, 20-ն էլ է շենքում ապրում են, մանա դե տուն չէ, խանութ է, չէ տուն չի խանութ է, Չեն այդ մարդիկ այնտեղ հավաքված եւ օրենքը պահանջում է, որպեսզի դուք իրանց ցրեք։ Որտեղ շատ, այսպես ասած, ոստիկանները пассив դերակատարություն են ստանձնել, ոչ մի կոնկրետ գործողություն չեն անում, դու իրանց ստիպում ես, որ իրան գնան տարածորեն այդ կուտակումները ցրեն։ Իդեպ նաև այն տեղեկատվությունը զինծառայողի վերաբերյալ, որ Հայաքվեն տարածել էր, դրանի պատասխան ՔՊ-ի Գյումրու շտաբի մամուլի քարտուղարն էր արձագանքել, նշելով, որ իրականում զինծառայողը եղել է ռուսական ռազմաբազայի ծառայող, եղել է ռուսական ռազմաբազայի համազգեստով ու անգամ չի էլ փորձել քվեարկել, վերագրելով ձեզ, որ սա Հայաքվեի հերթական սուտն է ու ապա տեղեկատվությունը։ Կներեք, ես ինքս տեղում չեմ եղել, չեմ կարող դա մեկնաբանել, բնականաբար կստուգենք, բայց զինվորը եկել է քվեարկելու։ Իսկ եկել է ուզեցել է քվեարկել, դա արձանագրվել է, չգիտեմ ինչ է ինքը եկել, բնականաբար ինքը քվեարկության իրավունք չուներ։ Եվ նաև այս ընթացքում արձանագրվեց, որ հակակոռուպցիոն կոմիտեն մեր քաղաքը դաշինքի ավականու տեխնացուին ներկայացրել է հակակոռուպցիոն կոմիտե, իհարկե քաղաքացիական հագուստով նշում են, որ ավականու տեխնացուին գետնին քաշ տալով բերման են ենթարկել, սրանք ինչի ցուցիչ են, ինչ են, ենթադրյալ կաշառքի գործով է, եթե ներկայացել են հակակոռուպցիոն։ Եթե նույնիսկ կաշառքի փաստեր կան, հիմք կա հիմնավոր կասկած եւ այլն, քվեարկությունների օրը դա անել բնականաբար անթույլատրելի է, առավելևս տենց բռնի հարկադրանք իրառելը, որովհետև դա անմիջականորեն ազդում է ընտրական արդյունքի վրա։ Կարող են մի օր սպասեին, դժվար է պատկերացնել, որ այդ անդամը այդ ընթացքում անհայտանար, կարող էին մի օր սպասել։ Կամ եթե եկել են տեսել են, որ գիտեք ոնց, եթե եկել տեսել են, որ ընտրակաշառք է բաժանվում եւ դա ֆիքսված է, արձանագրված է, դա մի դեպք է։ Եթե կա ուղղակի ինչ-որ կասկած եւ այլն, հաստատ կարող էին մի օր սպասել։